Հոկտեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց անձնագրային և վիզաների վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին։ Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Միշա Սարդարյանին կատարված աշխատանքի համար, Անուբախ Համբարյանը համոզմունք հայտնեց, որ վարչության աշխատակիցները կշարունակեն բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կապահովեն բարեփոխումների արդյունավետ ընթացք։ Մնացական Բիչախչյանը հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ վստահությունն արդարացնելու և առաջադրված բոլոր խնդիրները կատարելու համար։ Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների հետ քննարկվեց նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցը։ Անուբախ Համբարյանը անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց ի կատարումն ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումի ակտիվացնել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները և պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ։ Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ։